Արյունոտ գիշեր Գեղարքունիքում լուսաբացը բարի չէր նորատուսի բնակիչ Արայիկի համար։ Կես գիշերից 1 ժամ անց մեկնանց 30-ի սահմաններում սոված գայլերը մտել են Արայիկի հողամաս ու թիթեղով առանձնացված հատվածում հոշոտել ոչխարներին։ Այն մոմենտին ներան, որ արդեն գայլը բանա, բերանը դուրս է գալիս։ Այնուհետև ոհմակը լուսամուտից մտել է գոմ ու սպանդը այնտեղ շարունակել։ Ընդհանուր 200 ոչխարից մոտ 70-ը հոշոտվել է։ Մի քանիսը ողջ են մնացել, բայց լուրջ վնասվածքներ ունեն։ Արայիկը ցույց է տալիս գայլերի երախից փրկված ոչխարներին։ Մի քանի ոչխար էլ գիշատիչներն իրենց հետ տարել են, հետո սատկած հետ բերել ու գցել տան բակում։ Հոշոտված ոչխարների մեծ մասը մայրացուներ են, որ պետք է ծնեին։ Արայիկը ոչխարաբուծությամբ զբաղվելու համար բանկից վարկ էր վերցրել ու դեռ ամբողջությամբ չի մարել։ Շոտը վարկով եմ եկալը, թափում էլի։ Գայլերի մի քանի րոպե տևված գիշերային խրախճանքը ֆերմերի վրա մի քանի միլիոն դրամ արժեցավ։ Գայլերը կուշտ մնացին, իսկ տան ապրուստը հոգացող գյուղացին կանգնեց փաստի առաջ։ Արայիկի 7 հոգանոց ընտանիքը վարկային պարտավորությունը կատարելու համար պետությունից ու բանկից աջակցություն է խնդրում։ Ծանրագույն վիճակից դուրս գալու համար ակնկալում է, որ վարկը մի քանի տարով կսառեցվի։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։